Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին եթերում է և իհարկե դուք էլ նկատել եք, որ մենք աստիճանաբար մոտենում ենք ամանորին։ Գիտեք, մենք այսօր մի շատ հետաքրքիր ինքնատիպ հյուր ունենք, մի անձնավորություն, ով նոր է ազատվել Արմավիր քրեակատարողական հիմնարկից, նախկին կալանավոր, նախկին գործարար, Արարատի մարզի, Արարատ գյուղի բնակիչ, Ստեփան Սամվելյանն է մեր տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սամվելյան, դուք շատ ինքնատիպ անձնավորություն եք, նախ ինչ առիթով էին ձեզ հերթական անգամ, եթե կարելի է ասել, որպես նախկին գործարարի այս անգամ կալանավորել։ Ես անձամբ հիմա շատ վտանգավոր քայլ եմ անում։ Ինչի՞։ Քանի որ երբ որ ինձ ձերբակալեցին, ընդ որում ձերբակալեցին 12 հոգուի Հասան վրեց եզդի նման։ Որտեղ։ Երևանում։ Ես այստեղից հասկացա, որ ես բառը գրվում է 15 տառով, սովորաբար գրվում է եզը։ Այո։ Ես այստեղից հասկացա, որ գրվում է մի հատ 14-ը եզը։ Ու տարան տուն իբր իմ մոտ զենք հայտնաբերեցին, տուն որտեղ որ իդեպ ասեմ, ես հիմա որ հենց հիմա որ խոսում եմ պարոն Ղուշյան, շատ վտանգավոր քայլ եմ անում։ Քանի որ առողջական դիալիզ եմ գնում, օրը մեջ, ես ինչքան որ գիտեմ դուք էլ եք գնում։ Երիկամներս կերան, զղկդված դատավորը, Արամ Սարգսյանը եւ այլն։ Արամ Սարգսյանը, որ Սարգսյանը Արամ։ Զավենի Սարգսյանը, թե մյուս Արամ Սարգսյանը։ Չէ, այն մյուսը նորմալ մարդ է։ Արամ Զավեն Օղլին։ Արամ Զավեն Օղլին իր բողոքի հիման վրա, վայ գետինը մտնես, իր բողոքի հիման վրա ազատագրվեցի 2 ամիս, հետո երկարացրի 3 ամիս, դատավորը իր դատավորն էլ էր ադրբեջանցի, ոնց որ թե ադրբեջանցի էր, դրանք այդ ամեն ինչը մի կողմ թողնենք։ Փաստաբան ունեիք։ Այո, փաստաբանից Քրտնաջան աշխատանքի շնորհիվ հայտնվեցի ես ազատության մեջ։ Բայց դուք դիալիզով հիվանդ եք, ինչպես էին ձեզ տեղը։ Մենակ դիալիզը չէր։ Դրանից առաջ ինսուլտ, ինֆարկտ, անցյալ տարի ապրիլի 7-ին այս տարի ապրիլի 7-ին ինֆարկտ տարա, դրանից մի տարի առաջ ինսուլտ էի տարել, ու հիվանդանոցները պարգած մարդը գնում է մարզպանելու։ Ձեր վրա բաղափորձ է։ Իբր ես տանից դուրս եմ վերջին անգամ հանրապետական հիվանդանոցից դուրս էի գրել 2 շաբաթ, պիտի ման գայի ամեն օր, Մուրացանի վրա վարձով ապրում էի։ Ու այնպիսի պայմաններ էր, որ քայլում էի, պետք է քայլեի, գալիս էի մինչև կայարան, հետ էի գնում տուն, պետք է քայլեի։ Երիկամային բաժնից էի դուրս գրվել, Նիկիֆորովա, այսինքն բժշկուհի հետ, բաժնի վարիչը։ Ու կանգառում չէի կարողանում քայլել։ Ես գիտեմ դա ինչ։ Հիվանդությանը ես իմ թշնամուն չեմ կամենում էսի, ես անգամ 3 բժշկին հարցեցի, եթե ես հրաժարվեմ դիալիզից, ինչ կլինի, ինչ ասի լավ, ասում է անգելես քոյդևից։ Սիրելիս, դու ինչա, չգիտես, եթե դու դիալիզից հրավիրես, քեզ կտանեն ոչ թե քայլելով, ոտքերն առաջ։ Հետագայում հարցեցի մյուս հիվանդներին, ինձ բացատրեցին, ինձ արդեն նման կյանքը էլ չի հետաքրքրում, պարոն Ղուշյան, երևի միակ մարդն եմ, որ ազնվությամբ էլ չի հետաքրքրում, դրա համար ես հիմա չպետք է հարցազրույց տայի, անգամ այդ հարցազրույցից հետո վաղը Անակոնդա Նիկոլը Գյուրզա Արամի հետ կձվակերպեն նորից մի 10 հոգի կուղարկեն ինձ բռնելու։ Դե ինչի, ավելի լավ չէ հարցազրույցը չեղարկենք։ Չէ։ Պիտի ընդհանում է սերնդախաբություն։ Ես այդ սերնդա ամենավտանգավոր բանը։ Իդեպ էդել ասեմ, ես չէի խոսա, եթե 2 օր առաջ չլսեի մեր աղբոր Հեդար Ալիևի
խոսակցությունը Ձեր մեծ եղբոր։ Չէ, Նիկոլի, մեր ղեկավարի կոչվածի, մեր ղեկավար կոչվածի մեծ աղբոր նորից խոսեց, որ մենք գիտեք, չէ, ունենք Զանգեզուր, որը անունը դրենք Սյունիք։ Ինքն ասում է, հիմա էդի չի խոսում, էդի Զանգիլանա։ Օ, սալամ ալեյքում, Նիկոլ ջան։ Գադադան նաթարսեն, նավար, նայող։ Լավ, այդ տաշ լեզով մի Այդ իրան խոսակցությունն է, իրա ու Նիկոլի խոսակցությունն է։ Հասկանալի է։ Այսինքն, իրոք արդեն այն մտավախությունն է, պարոն Ղուշյան, որ Արցախից հետո հաջորդը Սյունիքն է։ Սյունիքն է։ Դե բա գիտեք, այդ ընդերքի մասնագետ կոչվածները գալիս են տարբեր լրատվամիջոցներով, թե մենք ընդերքում ունենք այսքան միլիարդներ, ասենք Ալիևի ախորժակներ բացվել է։ Ինչի՞ միայն Ալիևի, շատ մարդկանց ախորժակ է բացվել։ Ու խոսացողները դուբինի մեկն են, ոսկի դու ոսկի էլ չունես։ Ոսկի հանք դու չունես։ Կամ էլ ինքան տգետ են, որ չգիտեն, որ ամենաբազմառելև երկիրը Հայաստանն է։ Ամենափոքր, բայց ամենաբազմառելև։ Որտեղ դեղին սար են տեսեք, գրել են 15 տոննա ոսկի։ Մի քիչ ավելի դեղին 20 տոննա ոսկի, բայց իրականում դու չունես։ Եվ հետո մի պահ ենթադրենք, որ կա էլ, չէ՞ խոսքի, ով է ներդրում անելու դեղ։ Լավ, բա գրզոն խիչի դեղ փոխ դնեմ, ոսկի չի սիրեմ։ Ես պիտի ձեզ ասեմ, որ ոսկին բոլորն է սիրում։ Հա, դե հիմա Այդ թվում մենք ձեզ հետ։ կներեք, դե բայց մեր աշխարհագրական դիրքը, եթե անգամ ունենանք էլ թույլ չի տալու նման արտադրություններ մենք ունենանք։ Նաև ասեմ, լրիվ դատարկություն է։ Այս խաբեբայությունները դնենք մի կողմ։ Հիմա ես այս բանից եմ ուզում խոսամ, այս վիժվածն ասում է կներեք։ Այդ վիժվածքը ում նկատի ունեք, որտեղ վիժվածքներ շատ կան։ Ով որ ին վրա բողոք գրեց, տարան փակեցին։ Անուն ազգանուն չունի։ Դուք հիշում եք իմ քերոստղն Գագիկ Պետրոսյանը, որ մեր գործանը խլել էին, ձեր մոտ առաջ անգամ։ Տարիներ առաջ արտադրույց տվեցինք, մահացավ։ Գիտեք ինչից մահացավ։ Ողորմի բոլոր անձավորներին, բոլորի։ Գիտեք ինչի մահացավ։ Մենք փորձեցինք օրինական ճանապարհով հարցերի լուծում տանք, ընդ որում ձեր մոտ բարձրացրեցինք այդ հարցը։ Շատ լավ հիշում եմ։ Այդ ոսկու հետ կապված։ Հա, հետո Արամի տղեն իրար միջավայրում ասում է ուրուզմա դիմեն, սաղ մերոնք են։ Հետո Ախր շատ ընդհանուր եք խոսում, Արամի տղեն, Պողոսի մայրը, այս մեկի հայրը։ Չէ, ինչի համար քերուստղեն։ Արամը ազգանուն ունի։ Արամ Սարգսյան։ Դեղանուններով ասեք, թե չէ մեզ լսողը կմտածեն, Արամը ով է։ Արամ Զավենօղլու։ Արամ Զավենօղլին։ Չէ, դուք Արամ Սարգսյան արդեն հասկացանք ձեր սիրած հերոսը ով է։ Պարզ է։ Ուրեմն տեսեք ինչ եղավ։ Ես չէի պատկերացնի, որ մարդը ներշնչանքից միանգամից են քաղցկեղ հիվանդություն կա, չէ՞։ Հա, արագացված քաղցկեղով 8 օրվա մեջ քերոստղեն մահացավ։ Առողջ։ Հող էր մշակական, մեկ էլ մյուս։ Ու բանը աղջիկներ թե բա հենց որ Նիկոլին տեսնում եմ, նույն Արամի աղջիկը, հիշում եմ Վազգեն Հոպարիս։ Դրանից հետո ելույթ ունեցավ Արտակ Զենալյան կա, Այո։ Իդեպ ասեմ, Արտակ Զենալյանն էլ է բողոք գրել։ Ինչա որ միտեղ ասել են, որ Արտակ Զենալյանը մի ոդանի է, քանի ոդ ունի։ Դրա համար ինքն էլ որպես տուժող կող ուզում հանդես գա, հասկանում եք։ Այսքանից հետո մենք տեսանք, թե ոնց ամբողջը շուրջ տվեցին իրանց մամայի վրա մեր գործերը։ ԱԱՑ-ում, ոստիկանությունում, որպեսզի մեր փայաբաժինը հետային, գցեցին իրանց մամայի վրա, գնացին ցուցմուկ տվեցին, որ մամանա գողացե, մամանա գործարանը ծախե, իրանք էլ չգիտեն, թե այդ փողերը ուրա գնացե, բարձմա մեզ գցել է իրանց մաման։ Էդից դուրս եկավ։
Այ, պարոն Սամվելյան, շատ հայտաբղետ բան եք, դուք ինձ ասում եք, ես կոնկրետ թեմա ունեմ խոսելու, Փակ TV-ին ասում եք ամենաբացն է, դե խոսեք բաց, բայց ես խնդրում եմ, հաշվի առեք մի շատ կարևոր հանգամանք, ոչ մի դեպքում, ոչ մի սեռական արտահայտություն դուք Ոչ մի տեղ, ինչ է նշանակում սեռական արտահայտություն։ Չէ, դե մենք տառապանքս ամենավաղկոտ մարդն է, ես էլ Նիկոլը չեմ, որ շինել, մինել էր ասում ազգային ժողովում, չգիտեմ, սրանք, եթե հիշում եք 96 թվա, խոսում են կեղծ ընտրությունների կեղծելուց, 1996 թվականին, Արարատում եկել էին Քարոզարշավի, Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան։ 96 թվականը։ Այո, երբ Արշակ Սադոյանը ծեծի ենթարկվեց։ Այո, տնաշեն մեքենա խլեցին ձեռից։ Մեքենան կանգնցրեց, եկել էր մի շաբաթ չէր գնում բերել։ Հարցնում են, թե քիչ էր գնում Արարատից մեքենան բերես, ասում է, գիժեմ ինչա, վախենում էր։ Հա, այդ նման ծեծից հետո վտանգավոր էր նորից։ Ով դեդ Արամ Սարգսյանի բանդան։ Մարդիկ գնացել են Քարոզարշավ անելու 1998 թվականին։ 98? Չէ, 96 թվականին։ Հիմա հաջորդ քայլը 1998 թվականին, եթե հիշում եք, երկու տեխնատու ունեին, Կարեն Սերոպիչը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Այո։ Ահա։ Այն որ ժողովուրդը հիշում էր Սովետական միության լավ տարիները, ձայնը տվեց Կարեն Սերոպիչին։ Բայց նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, ով նշանակեց գիտեք։ Կեղծ ընտրություններից են խոսում։ Կեղծ ընտրություններից են խոսում։ Եվ ինձ սա երկրորդ անգամ այդ ընտանիքը իմ գլխին երկրորդ անգամ սարքեց։ Մեկը 2002 թվականին այստեղ բռնեցին, որ մահափորձ եմ իրականացրել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այո։ Վտանգավոր մարդ եք, պարոն Սամվելյան։ Այո, պատվիրել էին իրենց ընտանիքը, նույն Արմենը։ Արամ, եթե դու դրան տղա ես, դու ասա, 99 թվականի հոկտեմբերի 27-ին, դու ինչ էիր անում Էջմիածնում, գնացել էիր քվեարկության, դու էիր եպիսկոպոս, հիշում եք, հոկտեմբերի 27-ին այս բանը, Գարեգին բան, որ ընտրվեց, հենց այդ նույն օրը ընտրվեց, Արամը ինչ համար էր գնացել, Խոստովանի թող ժողովուրդը իմանան, ասում է, որ դատարանը որոշեց, որ իրանք չեն պատվիրել Ռոբերտ Քոչարյանի սպանությունը, այն որ Նիկոլը կասեր, դե երթվա, որ ստի եղած չեղածը այն, որ ասում են շինել դոմպեր, չէ, այդ հոգուֆուր չէ, ազգային ժողովում ասավ, դե այդ երթումը կեր, սրանք եղել են մեր ազգի թիվ 1 չարիքները, երբ որ 99 թվականին Հայաստանի ընդհանուր բյուջեն եղել է 470 միլիոն դոլար, իրանք գողոնը շվեյցարական բանկում եղել է 560 միլիոն դոլար, 560 միլիոն դոլար, ու այս սրիգան ասում է, այն ինչ գործարար, ԽՎԶ հետանիքի պագշկայը բերի, ասում է գործարարը դու ես արա, ամեն օր 100-120 մեքենա ցեմենտ եկե Երևան, $50,000 ամեն օր տարել տունը, 8 տարի շարունակ, ինչքան փող անան։ Այ գողը այսօր վադորությամբ նորից հիմա Նիկոլին քսել է ջեբը, Նիկոլը մեջքին կայնած է, Նիկոլին ուզում է դառնա ազգային ժողովի պատգամավոր դառնա, ու ես չեմ հասկանում, այս ազգը այսքան ոչխարի տեղ են դա մեզի, չեմ հասկանում։ Կամ Նիկոլ, դու այսօր գնացել է Արարատ, գնացել է ըստ երևույթից ցեմենտ ուտելու, այն էրա ցեմենտակեր, Քարոզարշավը անելու, ճիշտ է, պարոն Ղուշյան, ասենք 8 տարի վարչապետ ես, 8 միլիարդով մեր ամբողջ ազգի պարկը շատացել ես, մենք բոլորս գրավիտակ ենք, դուք էլ եք գրավիտակ, ձեր երեխաները, թորները, չէ, 8 միլիարդով 8 հատ աշխատատեղ կարակ ցույց տալ, 8 աշխատատեղ չկա, այդ ասված աշխատատեղ չի, այդ շենքերը սարքում են, դրանք ինչ աշխատատեղ։ Չար լեզուներն ասում են, այդ նորակառույցները Արևմտյան Ադրբեջանի բնակիչների համար են։ Հա, բա ուրիշում համար։ Բա ասում եմ, չէ, ասում եմ, ինչ Զանգեզուր, ինչ Սյունիք, Զանգիլան, անես որ այս Քարոզարշավին
Նիկոլի Քարոզաշավին միանալու է Ալիևը, ինչպես նաև Էրդողանը։ Ժողովուրդ ջան, հերիք էլավ մենք վախենանք։ Հերիք էլավ հետո որ ասում են հացը տուր հացուխին, երկու հացել ավել տուր, ճիշտ է։ Այս անգրագետներին բերել լցել են բան, բերել եկել լցել են իշխանության, թալանի հետևից ու նախկիններ։ Հիմա եթե պարոն Ղուշյան, տեսեք ինչ եմ ասում, եթե վաղը ժողովուրդը կանգնի ասի, պարոն Ղուշյան, արի դու դարձի առաջնորդ, կողիկ գիտես չէ ԿՊ-ականների ինչ են ասելու։ Չնայած էլ ԿՊ չեն, ԿՓ են։ Քաղաքական փառասներ, ասել են, Ղուշյանը Քոչարյանի մարդն է։ Հետո ասել են, ինչ է խոսում, Ղուշյանը Սերժի մարդն է։ Մենք 2 միլիոն ենք։ Բոլորն ուզում են գնան Եվրոպա, Եվրոպայում տեղ կա, արա։ Եվրոպան ձեզ սպասում, հա։ Պարոն Սամվելյան, ես պիտի ասեմ, որ չեմ իհարկե նախանձում ձեր փաստաբանին, ինչպես է նրան հաջողվել այս ամենից հետո ձեզ դուրս բերել քրեականից, այդ արմավիր քրեակատարողականից, որտեղ դուք այնպիսի թեմաներ եք բարձրացնում, շատ վտանգում եք ոչ միայն ձեր կյանքը, այլ մեր բոլորիս։ Ես կյանք չունեմ էլ, որ վտանգեմ, Ղուշյան ջան։ Դուք չունեք, բայց մենք ունենք։ Չէ, էդի մեկ, երկրորդը, ասենք այս հիվանդությունները, որ եկան կբանից, փաստաբանը չբերեց կպցրեց։ Փաստաբանը պարզապես կարողացավ օրենքի տառին համապատասխան, որին այդ պարտական եմ ամբողջ կյանքս, օրենքի տառին համապատասխան ներկայացնել անհրաժեշտ, որտեղ որ պետք էր։ Անգամ Եվրոպայից փաստաբան եկավ։ Ինքը հրավիրեց որ Զարուհի Փոստանջյանը մեր փայլուն փաստաբաններից մեկն է։ Անձամբ ճանաչում եմ եւ շատ պարկեշտ անձնավորություն է։ Իդեպ մենք ենք նախատեսել նրան ամանորից հետո հրավիրել մեր տաղավար, որտեղ շատ թեմաներ կան, որ ուզում ենք նրա հետ խոսենք, բայց դուք այդքանի որ մեր ժամանակը արագացնում է, ձեր ինչ ունեք ասելու, որտեղ ասում եք, պարոն Ղուշյան, ես ասելիք ունեմ, չեն թողնում ոչ մի եթերում։ Խնդրեմ, եթերում եք։ Ասելիքս մեկն է։ Այս հաջորդ բանին հաջորդ ընտրություններին, հեսա որ 2026 թվականի ընտրություններին, որ մեր ժողովուրդը քիչ խափնվի, խնդրանքս էսա, ժողովուրդ ինչ ենք հարուզելու ձեզ, գալու են ասելու են, հոկտեմբերի 27 մարտի 1, ուրիշ բան չունեն ձեզ ասելու, 8 տարվա մեջ, ինչ ունեն, նախկինները, ինչ նախկինները, ես միշտ ասել եմ, նախկիններն ու ներկաները նույնն են, ուղղակի մեզ լավ ձև են գտել։ Նիկոլ, քեզ մի հատ լավ նորություն եմ ասելու, եթե մի 6 ամիս առաջ դեռևս կային մարդիկ, ովքեր ասում են, ամբողջ նախկինները տվին քցին ես խեղճ Արիֆի ջեբը, հիմա ամբողջ Երևանից գնա մինչև Ագարակ, չետ գտնի ոչ մեկին, որ դեն բան ասի։ Արդեն սաղ գիտեմ, որ սաղ Նիկոլն է կազմակերպել, Նիկոլն է արել։ Նիկոլը ձայն չունի, Նիկոլը 0 ձայն ունի։ Նիկոլի միակ աջակցողը լինելու են այս արևմտամետ համարվողները Ալիևը Էրդողանը, Թուրքիան, Ալիևն ու Էրդողանը, ուրիշ ձայն Նիկոլը չունի։ Մենք պետք է մեջ գիտանք, չթողենք, ով է գալու, կարողա չրտոյի դուքյանն է, ով ուզի գա, ումը կընտրենք ենել կդարնա, էլի։ Բայց պետք է ընտրենք։ Անցյալով կնայենք անցյալը կնայենք։ Պարոն Սամվելյան, դուք այնուամենայնիվ մեծ մարդ եք, հավատում եք, որ ազնիվ արդար ընտրություններ են լինելու։ Հա, ես հավատում եմ, որ այս անգամ սրանք մոտ չի ստացվի շուն բան, որովհետև այդքան խապելուց հետո, մարդը մեկ խապնվում է, երկրորդ խապնվում է, երրորդ խապնվում է, այդքան խապնվելուց հետո անհնար է, այդ ձև չունեն սրանք, ԿՊ չի, քաղաքական փալաս է, ԿՊ է, ինքը էլ չի կարա ընտրվի, զորովելիշ, ինքը ինչ է 2021-ին ընտրվավ, 680,000 ձայն հավաքեց, չէ, կեղծ ընտրությունների հաշվարկների արդյունքում ուզում եք ասեք ընտրան կեղծիքներով անպայման իրան մաքսիմում ձայն տված լինեն 350-ից 400,000-ը մաքսիմում դե մյուսները չգնացին ընտրության դրա համար քորերի մեջ միաճկանին միշտ տակավոր է այս անգամ բոլորը գնալու են ու չեն լսեք երրորդ կուրսից վռնդված մարդը գա երկրի ղեկավարի
Այդ վերջում գիմնացակ չէ ինչ ասավ։ Սկզբում Վլադիմիր Վլադիմիրովիչ, հետո Պուտին, այս վերջում է Պյուտին, մի տարի ավելացրել է։ Ռուսաստանում։ Գիտեմ։ Տնկետներին ո՞րդ էիք բերին գրեցին մեր գլխին։ Լավ, Ասма չտեսին տղա է ծնվում, ուրախությունից եղած չեղածը փոգում է։ Սրանք չտեսների ոհմակ են։ լավ, եթե լաշելիք չունեք, մենք եզրափակենք մեր զրույցը։ Եզրափակենք, նոր տարին գա առանց ԿՊ-ի։ Նոր տարին։ Ցանկությունն է։ Հա, դայմ Ձեր ցանկությունն է։ դայմ ցանկությունն է։ Եղավ։ Եվ ոչ միայնի։ Շատ-շատերի։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շերի բարեկամներ, դուք հասկացաք, որ իսկապես շատ հետաքրքիր անձնավորություն է Սամվելյանը, Ստեփան Սամվելյանը, մի մարդ, որը շատ դաժան ճանապարհ է անցել, ես տեղեկացա էլ այսօր, որ դիալիզում հարապող մարդ է, պաստորեն գիտեմ դա ինչ է, որտեղ ինքս եմ օրը մեջ այդ չարիքը քաշում, ես ուզում եմ իհարկե ձեզ մաղթել առողջություն, լավ եղեք։ Մի բան էլ ասում, եթե կարելի։ Ասեք։ Ուրեմն, ինձի համարում են ինքնագլուխ գործարար, մեր մենակը 20 եւ ավելի բեռնատար ինքնաթիռ, իր 76 եւ ան 12, բերել եմ Երևան, այդքան էլ հետա գնացել։ Աբրամյան հոբի կար, չէ, որ մուգուին ասեմ, ինչի։ Քանի 100,000 Նախկին վարչապետ, թե չէ մուգ, ձուկ։ Հա, դե հիմարներն են կնիշկա դնում։ Ուրեմն գոնե 600,000 շիշ իրանից գինի եմ տարել։ Իրանց աղբորից 800,000 բանգա տոմատ եմ արտահանել ես։ Այսօր մա փեսաուն են մի աֆերիստ անբարոյականի ծնունդ, Գրիգ Ղազարյան։ Քիթը խոտմա տա գնացել է ցուցմունքատվե քնիչի մոտ։ Քնիչից ասի չէ, ով էր։ Ռամիզ Սաֆարովը։ Այո, դրանցից շատերը արդեն ստեն։ 300,000 էր, բայց դարձել է 500,000։ Շատերը արդեն ստեղ են։ Պարոն Սամվելյան, շատ վտանգավոր մարդ եք։ Ահա։ Երևի, չէ, երբեք, չէ, պարոն Խուշան, չէ։ Դե տեսեք, դուք հիշում եք մի շատ լավ ֆիլմ կար, նվագախմբի տղաները։ Հա։ Ասում է գնա, ասա, չմոռանաս իմ անունն էլ տալ։ Հա։ Չմոռանաք Ֆակտիվի անունն էլ տալ, երբ որ ձեզ կկանչենք կնիշի մոտ։ Հա, վայ, քիռբան։ Չեն կանչի, արդեն ձեզանից հիասթափել են։ Ինչի՞ց։ Հիասթափել են ձեզանից։ Հա, չեն կանչի, որովհետև ես երևի թե ամսի 5-ից հետո, քանի որ դեմը նոր տարի է, հիմա կգնամ ամսի 5-ից հետո հրաժարվում եմ դիալեզ միալեզից։ Ինչ կլինի, թող լինի, հերնել այնպես։ Չէ, չի կարելի, դուք պիտի ձեր առողջությանը հետևեք, այդպես չի կարելի։ Չկա, երիկամ չունեմ, ինչ առողջություն։ Դե գիտեք, մարդիկ անկախ ամեն ինչից ամենաթանկը դա կյանքն է մարդկային, չի կարելի։ Մանավանդ դուք այսքան բանի միջով անցել եք։ Ես ուզում եմ ձեզ իսկապես համբերություն մաղթել։ Շերի բարեկամներ, դուք հասկանում եք, որ մարդը եկել է անկեղծ, ազնիվ խոսում է, կիսվում է մեզ հետ։ Նման մարդիկ 100,000-ավոր կան այս երկրում, երբ իսկապես անհասկանալի բաներ են կատարվում։ Երբ իշխանության են եկել մարդիկ, որոնք իսկապես կարող են մեզ կործանել։ Եվ դուք ուզում եք, որ մարդը չգա էլ կիսվի։ Դուք ես խնդրում եմ, ուշադիր եղեք, ընտրություններ է լինելու, պատրաստվեք այդ ընտրությանը, գնացեք, որտև ձեր ամեն չգնացածի փոխարեն գնալու են սրանք եւ ընտրելու են իրենց ուզածին։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն ձեր համարձակության ու խիզախության համար։ Ես եմ շնորհակալ։ Ես ձեզ հարգեցի իսկապես, չէի ճանաչում, չգիտեի, բայց այն քայլը, որին դուք գնացիք, ինքնազոհություն է։ Գիտակցված մահ, իսկ դա հավատացիք իսկապես անմահություն է։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, Ստեփան Սամվելյանն էր, նախկին գործարար, նախկին քաղբանտարկյա, նախկին, բայց կենթանի մարդ, որը տառապել, տանջվել է այս թե նախկին, թե ներկա իշխանությունների ձեռքում։ Այսօր այսքանը, ցտեսություն։